Ողջույն բոլորին, բարի գալուստ իմ Ալիք, միանգամից ասենք բուն թեմային։ Այսօրվա վիդեոն, ինչպես տեսնում եք, հերթական պորտֆոլիոյի պրոյեկտների շարքի մի մասն է կազմում, բայց քանի որ ես վերջերս նկատել եմ, որ երկար վիդեոները մինչև վերջ չեն նայում կամ միգուցե շատ երկար է թվում ձանձրանում եք, որոշել եմ այս անգամ պրոյեկտը բաժանել մի քանի մասերի, թերևս այս պրոյեկտը կընդգրկի 3 սերիա, որպեսզի համ դուք չկորցնեք հետաքրքրությունը, համ ես ինչ-որ բան բաց չթողնեմ ու ավելի հանգիստ գնամ առաջ, այնպես որ այսօրվա վիդեոյի մեջ մենք ծանոթանալու ենք խնդրի էությանը, ինչ պրոյեկտի վրա ենք աշխատելու, հիմա կասեմ, ծանոթանալու ենք տվյալների հետ, մի քանի բան կանենք տվյալների հետ եւ ընթացքում արդեն ինչ կտեսնեք։ Ուրեմն պրոյեկտը ընտրել եմ Credit Card Fraud Detection, այսինքն բանկային քարտերի խարտող գործարքների հայտնագործում, մի Sherlock Holmes ենք այստեղ դառնալու։ Որովհետև եթե նախատեսում եք բանկում աշխատել, շատ պետք է գա ձեզ, եթե հատկապես այդ anomaly detection, fraud detection այդ ասպեկտում եք լինելու։ Ու հաստատ դուք էլ նկատած կլինեք, որ ոնց էլ լինի, մեկի հետ տեղած կլինի ինչ-որ ժամի, մեկ էլ տեսնեք բլոկ ընկած ձեր քարտը ու զանգեք բանկ, տեսնեք ինչ ա եղել, բա ձեր քարտից մի քանի անգամ ինչ-որ տարօրինակ գործարք եղավ, մենք բլոկավորել ենք, որպեսզի հետո ճշտենք դուք եք թե չէ։ Իմ հետ դա եղել է COVID-ի ժամանակ։ Դա արդեն այդ ալգորիթմներն են աշխատում, որոնք որ գիտեն մեր բնական պահվածքը եւ դրանից դուրս ինչ-որ բան տեսնելու դեպքում բլոկ են գցում, որպեսզի մենք չտուժենք։ Ուրեմն խնդրի էությունը հասկացանք։ Եկեք հիմա հասկանանք մեր տվյալները։ Տվյալները ես վերցրել եմ Google կայքից, այնտեղ կար եւ train տվյալների set եւ test, այնպես որ բանում ինչ պատրաստեր, մաքրելու կարիք էլ չկար։ Այս վիդեոն իդեպ ասեմ, որ կլինի միքս իմ այսպես ձեր հետ խոսելու եւ պրոյեկտը անելու, որովհետեւ ընթացքում կարող ինչ-որ բան հիշեմ, հետո դուրս գնեմ, որպեսզի ոնց որ հետ մտքով այսպես ձեր հետ խոսեմ, այնպես որ չզարմանաք, որ ես մեկ այսպես նստած լինեմ, մեկ դուք ինձ նայեք արդեն կոդը գրելիս։ Ուրեմն եկեք գնանք կոդը գրելու ու ծանոթանանք միանգամից մեր տվյալների հետ։ Ուրեմն ինչպես տեսնում եք, արդեն մեզ ներմուծել եմ գրադարանները։ Դրանք սկսում ենք, այս մեր սովորական ստանդարտ գրադարաններն են, մեր վիզուալիզացիաներին է, սա տեստ ենք անելու chi-square test, դա մեր տվյալները պատրաստելու գրադարաններն են, որոնց օգնությամբ պատրաստել ենք, որպեսզի մոդելները train-ն, որոնց օգնությամբ պատրաստել ենք, որպեսզի տվյալները train-ին մեր մոդելների տակ, այսպես ասած, սրանք արդեն կոնկրետ մեր ալգորիթմերն են logistic regression, random forest classifier, XGBoost ու արդեն գնահատման մետրիկաները։ Հիմա surround տանք եւ մեր տվյալները, ինչպես նշեցի արդեն, train ու test առանձին կա։ Ես սովորաբար երբ տվյալները կարդում եմ, կարող եմ տեսնել իրենց չափը, ինչպես գիտեք արդեն նախկին վիդեոներից։ Դրա համար եկեք կարդանք չափը, ինչպես նաեւ տեսնենք ինչ տեսք ունեն դրանք, առաջին 3 տողերը ընտրենք։ Այո, սրտի եղել դիետ train։ Մեր train տվյալներն են։ Ուրեմն տեսնում ենք ստեղ ինչ-որ unnamed կա, եկեք հենց հիմա էլ սա միանգամից drop անենք, որպեսզի հետո չմոռանանք դիետ train-ից drop ենք անում այս անկապությունը, axis-ը դնում ենք 1, նշանակում է, որ սյուն ենք drop անում և ստանք մեր որոշման մեջ։ Եկեք հիմա տեսնենք։ 22 սյուն ունենք և 1.3 միլիոն տող համարյա, այո, գնացինք, ուրեմն առաջին սյունը transaction date, transaction time, արդեն բարդ է, չէ, ինչ է, ցույց է տալիս ամիս ամսաթիվը և ժամը, որ տեղ ունեցել է տվյալ գործարքը, CC նամը credit card number-ն է, իսկն քարտի թվերով, սա էական նշանակություն չունի մեզ համար։ Merchant-ը խանութի անունն է, որտեղ տեղի ունեցել գործարքը, category-ն այդ խանութի տեսակն է, միգուցե ինչ-որ տեղատուն է, կամ օթերային խանութ է եւ այլն։ Հետո, այստեղ ունենք amount, ծախսած գումարն է, թե ինչքան է ծախսվել այդ գործարքի ընթացքում, first and last հաճախորդի այդ, то есть քարտի տիրոջ անուն-ազգանուններն են, սերը քարտի տիրոջ սերն է, փողոցը այն փողոցն է, որի վրա ապրում է քարտապանը, հետևաբար քաղաքը, նահանգը, zip code-ը նույնպես քարտապանի լոկացիային են վերաբերվում։ Latitude ու long-ը latitude ու longitude ասում են, սրանք էլի կոորդինատներ են, որոնցով որոշվում է քարտեզի վրա այդ տեղ մարդու ապրելու։ City population-ը ցույց է տալիս քարտապանի քաղաքի բնակչության չափը։
Այստեղ տեսնում եք, օրինակ, այս երկրորդ մարդը փոքր քաղաքում է ապրում։ Job-ը, ինչպես արդեն պարզ է, թե ինչի աշխատում է քարտապանը, job-ը date of birth-ն է։ Ունենք այստեղ նաև transaction number, այսինքն ծարքի հենց unique համարն է։ Unix time-ը ցույց է տալիս transaction-ի կատարված ժամանակը Unix ֆորմատով։ Մենք այնտեղ ունենք մեր աչքին սովոր ֆորմատով, ունենք նաև Unix ֆորմատով։ Եվ այստեղ merge let, merge long, արդեն կարող ենք ենթադրել, բարձր որ խանութի let-ն ու long-ն են, latitude longitude-ը, այսինքն խանութի կոորդինատներն են լոկացիայի, եւ is fraud-ը մեր արդեն թիրախային փոփոխական է, մեր target փոփոխականը, որը պետք է ունենա 0 եւ 1 արժեքները եւ ցույց տա արդյոք այս ինչ գործարքը խարդախ է, 0-ը նշանակում է որ խարդախ գործարք չէ, եւ 1-ը նշանակում է որ խարդախ է։ Հիմնականում Այս տվյալները լինում են շատ չբալանսավորված, որովհետև պարզ է, որ խարդախ գործարքները ավելի քիչ են։ Եկեք տեսնենք, համոզվենք, որ թեստային մեր տվյալները նույնպես այս տեսքն ունեն։ Այս ընդհանրապես copy-paste κάναμε այս նույն բանը ու պարզապես train-ը կդարձնեմ test ու կտեսնենք մենք։ Տեսեք ինքն է ունի այս նույն բանը, այս առաջարկում նույն սա այս պետք չի։ Ու էլի 23-յուն ամեն ինչը կա պլյուս այս ֆորդը։ Մենք սա հիմա չենք օգտագործելու, թեստային սեթը մնալու է միայն վերջում մեր մոդելի արդյունքը գնահատելու համար, ինչ անելու ենք հիմա, ինչ նախապատրաստելու ենք, անելու ենք միայն մեր train տվյալների վրա։ Ես ուզում եմ մենք նորմալ ծանոթանանք այս տվյալներին ու անենք feature engineering։ Առաջարկում սկսել դրանից, հետո նոր նայել կոռելացիաները։ Եկեք հիշենք ինչ ունեինք մեկ ինչ տվյալներ ունեինք։ Ուրեմն transaction date-ից կարելի է ստանալ մի քանի տարբերակ, նոր սյուն, նոր feature, ավելի ճիշտ։ Օրինակ transaction-ի ժամը հանենք այստեղից։ Միգուցե դա պետք է, որովհետև սովորաբար խարդախ գործարքները ամենառանդոմ ժամերին են լինում։ Այնպես որ եկեք ստեղծենք նոր սյուն մեր train data-ում transaction hour ու հանենք զուտ այս ժամը։ Այստեղից։ Error տվեց, որովհետև սա ի սկզբանե datetime ֆորմատի մեջ չէր, սա իմ նախնի իհարկե։ Ուրեմն մինչև այս նոր փոփոխականը ստեղծելը մեր trans-time սյունը դարձնենք datetime ֆորմատի։ Հավասար է բանդայի ֆունկցիայով to datetime ու դնում ենք պարզապես այս սյունը ես ամակ մոռանում որ df train պետք է անեմ նույնն ստեղ okay եկեք ստուգենք, տեսնենք value count անենք, տեսնենք ինչ ստացանք ստեղ transaction hour-ով Ինչտու նոր սելի մեջ կարելի անել Տեսնում ենք, որ մինչև 23, այսինքն 11-ը, հետո արդեն գացել 0 ունենք մեր թվերը, ու տեսնում եք, չէ, ուշ ժամերին, ամենաշատը ուշ ժամերին են մեր խարդախ գործարքները լինում։ Առաջարկում ստեղծել նաև նոր binary feature, որը ցույց կտա արդյոք գործարքը տեղի ունեցել գիշեր, թե ոչ, այնպես որ is night transaction, գիշերային եղել, թե չէ։ df train is night transaction Ուրեմն, ստեղ լամբդա ֆունկցիա ենք օգտագործելու։ Հավասար է train ու հենվելու ենք արդեն մեր transaction hour-ի վրա։ Մենք շերային ենք համարում 12-ից 6 ընկած ժամանակահատվածը։ Այս էլ էսպես ու առաջարկում եմ օգտագործել նաև, հիշում եք մենք ունեինք latitude longitude սյուները, feature-ները ու ունենք քարտապանի
տան հասցեն, կարելի ասել, ու ունենք խանութի հասցեն, որտեղ տեղի ունեցա գործարքը։ Ես առաջարկում եմ հաշվել խանութի ու տան միջև եղած հեռավորությունը։ Միգուցե դա նույնպես ինչ-որ հուշող բան լինի ու օգնի մեր մոդելներին ավելի հեշտ կանխագուշակել, predict անել խարդախ գործարքները, այնպես որ օգտագործենք հատուկ ֆունկցիա, կա այդպես բան կոչվում է hover sign, ես դրա ֆունկցիան հիմա այստեղ դնեմ ու մենք կշարունակենք այդ ֆունկցիան աշխատացնել ու հաշվել խանութի եւ տանի միջև եղած տարածությունը։ Տեսեք, այս ֆունկցիան վերցնում է մեր քարտապանի բնակության latitude longitude-ը, վերցնում է խանութի տեղերը, այսինքն 4 կոորդինատ է վերցնում, ու արդեն հաշվարկը անում է, ես չեմ ստեղծել այս ֆունկցիան, ես սա վերցրել եմ արդեն գոյություն ունեցող հարթակներից։ Եկեք հաշվենք distance home to merchant, խանութի ու տան միջև եղած դիստանցիա, հեռավորությունը։ Տեսնենք ինքը ինչ արժեքներ ունի։ Ընդ որում սրանք արտահայտված են կիլոմետրերով։ Թերևս այսքան feature կստեղծենք, ինձ հիմա հետաքրքիր նայել բաշխմանը մեր շարունակական փոփոխականների, ինչպես նաև կան outlier-ներ, թե չէ, վստահ եմ կլինեն, որովհետև խարդախ գործարքները հիմնականում մեծ թվերով են լինում։ Եկեք նայենք, այնտեղ հիշում եք կար AMT, գումարի, ծախսված գումարի չափը։ Եկեք նայենք դրա բաշխմանը, կանենք box plot AMT-ը։ Որնագրենք իրեն AMT բաշխում։ Նա տեսեք ինչպիսի անոմալիաներ կան, մեծ մասը մարդիկ եթե չեն ծախսել, կամ շատ քիչ են ծախսել, իսկ մենք ստեղ ունենք բավականին մեծ անոմալ արժեքներ, ես սրանք չեմ, այս պայդրության ոչինչ չեմ անի, եթե տեսնենք հետագայում մեր մոդելի աշխատանքը տուժում է, միգուցե դիտարկենք սա ինչ-որ տրանսֆորմացիայի ենթարկել, լոգ տրանսֆորմացիայի, հետ կարելի է դա հիմա անել, բայց այս բանին ես չեմ ուզում շատ առաջ ընկնեմ, այս բանը ասենք կթողնենք։ Քանի դեռ ուշ չէ, եկեք չմոռանանք, որ այս ամեն ինչը պետք է անենք նաև թեստային տվյալների վրա, որտեղ եթե սրանք օգտագործելու ենք մոդելը train անելուց, ապա պետք է ունենք նաև թեստ անելուց։ Այնպես որ այս ամեն ինչը վերաբերվում է նաև թեստային նույնպես։ Всё, հանգիստ։ Անցնենք առաջ։ Ես առաջարկում նայել, թե ինչպես են փոփոխականները իրար հետ հարաբերվում։ Ինչ հարաբերություններ ունեն փոփոխականները իրար հետ, ինչպիսի կորելացիաներ կան, ինչ կապեր կան։ Եկեք նայենք այս մասը կոչենք feature interactions։ Ուրեմն գնացինք։ Եկեք առաջին հերթին ստեղծենք կորելացիոն մատրիքս։ Քանի որ ունենք մեր տվյալների մեջ, հիշում եք, սյուներ, որոնք որ ընդհանրապես թվային չեն, որպեսզի հատվածի դնենք առանձնացնենք, եկեք ֆիլտրենք թվային արժեքները, որտեղ կորելացիան մենակ կարող է տալ թվային արժեքների միջև եղած կապերը, այնպես որ այստեղ ֆիլտրում ենք correlation data-ն հավասար է մեր DF train-ի մեջից, ընտրիր միայն այն տվյալները, որոնք ունեն թվային արժեքներ։ Տեսնենք սա ինչ է տալիս մեզ։ Տվեց մեր թվային արժեքները ու հիմա կստեղծենք correlation matrix։ Matrix-ը հավասար է work data-ի presets։ Վայ, մի րոպե։ Դնում ենք այս data frame-ը get correlation core։ Հիմա սա արդեն իսկ մենք ունենք, տեսեք ինչ տեսք ունի, բայց սովորաբար կորելացիոն մատրիքսները նայում են ոչ թե այս տեսքով, այլ վիզուալիզացիայի տեսքով, որտեղ տենց ավելի հետաքրքիր լուծումներ կան կապերը շուտ գտնելու, այնտեղ գույնային պարամետրեր դնում, որի շնորհիվ ավելի հեշտ են կողմնորոշվում։ Այնպես որ հիմա այդ վիզուալիզացիան կանեմ ու կսկսենք հասկանալ, քննարկել, թե ինչ են կորելացիաները եւ ինչ կան մեր տվյալներում։ Նախ ես նշեմ, որ ուղիղ կեսը, այսինքն անկյունագծով նույն բանն է, տեսեք, օրինակ credit card-ի համարը ինքը իր հետ մեկ է բարձա, բայց ասենք գումարի հետ ավելի քիչ է։
որ նայեք երկու dimension-ով են գնում եւ ուղղահայաց եւ հորիզոնական ու դրա հաշվին ուղիղ կեսես ուղղանկյան կրկնվում են արժեքները ես այդպես չխճճվենք հիմնականում կոռելացիա մատրիքսը վիզուալիզացնելիս հանում եմ այդ վերևի հատվածը վերևի եռանկյունը որպեսզի մենակ տեսնենք չկրկնվող թվերը այնպես որ եկեք անենք դա հիմա դեպս սա անգիր չեմ անում սա բնավ շպարգալ կա որտեղ սա անգիր հիշելը անիմաստա ու անհնար շատ ավելի կարևոր բաներ կան ես ուրիշ բան հիմա եկեք մենք արագ հասկանանք ինչ են կոռելացիաները եւ ինչ է կոռելացիոն մատրիքսը ու հասկանանք ինչ ենք տեսնում մեր առջեւ ուրեմն հետ գանք հիմա այստեղ մի պահ ես խոսեմ կոռելացիաներից թե ինչ է դա միգուցե չգիտեք կամ միգուցե գիտեք բայց լավ չեք պատկերացնում ուրեմն կոռելացիան չափման միավոր է այսպես ասած որը ցույց է տալիս թե ինչպես իրար հետ կապակցված երկու փոփոխականները ու թվային փոփոխականները բնականաբար ունի հստակ դիապազոն -1-ից +1 0 նշանակում որ ոչ մի կապ չկա երկու փոփոխականների միջև ինչքան բարձրանում է այնքան կապը ուժեղ է ինչքան հեռանում է այնքան կապը ոչ թե թույլ է այլ հակազդող է կարելի ասել երբ ես պրոյեկտը վերցնում եմ երկու կոռելացիաներ եմ միշտ նայում առաջինը փոփոխականների կոռելացիան մեր target փոփոխականի հետ եւ փոփոխականների կոռելացիան իրանք իրար մեջ սրանք երկու տարբեր բաներ են որովհետեւ մենք ուզում ենք տեսնել կոռելացիա, բարձր կոռելացիա մեր փոփոխականի հետ թիրախային, որովհետև եթե բարձր է այդ կոռելացիան, ապա այդ փոփոխականը, օրինակ այս բaragայում քանակը գումարի, լավ predictor է, այսինքն կարող է լավ կանխատեսել արդյոք գործարքը խարդախ կլինի թե չէ։ Այսինքն մենք ուզում ենք տեսնել բարձր կոռելացիա մեր feature-ների ու մեր target փոփոխականի միջև։ Իսկ ինչ վերաբերում է փոփոխականների կոռելացիաներին իրանք իրենց միջև Սա ուրիշ պատմություն է։ Այստեղ մենք չենք ուզում տեսնել շատ բարձր արդյունք, շատ բարձր արժեքներ, որովհետև նշանակում է, որ իրանք իրար նման են կամ ինչ-որ մեկը մյուսի վրա ազդում է ու օրինակ եթե ունենք 2-3 փոփոխական, որոնք ունեն իրար հետ 0.7 կոռելացիա, ցանկալի է թողնել դրանցից մեկը։ Ցանկալի է որ այլ պետք է թողնել կամ մեկը, կամ միգուցե եթե ինչ-որ լոգիկայի մեջ դրավորվում է feature ստեղծել ինչ-որ ֆորմուլայով, բայց մենք ուզում ենք իրար միջև փոփոխականները ունենան բարձր կոռելացիա, հուսով եմ այս ամեն ինչը հասկանալի է։ Ուրեմն տեսնում ենք, որ մեր target փոփոխականի հետ, is fraud-ի հետ ամենաշատ կոռելացիան ունի ծախսած գումարը AMT-ին, որը բնականաբար տրամաբանական է։ Բացասական կոռելացիան չի նշանակում, որ դա վատ բան է, նշանակում է, որ մեկը մյուսին հակազդում են, այսպես ասած։ Ու եթե չկա կոռելացիա կամ ցածր է, ելի չի նշանակում, որ պետք է այդ feature-ները անտեսել, որովհետև անպայման չի կապը լինի գծային, հատկապես այսպիսի տվյալներում հիմնականում կապը գծային չի լինում, այլ ամենառանդոմ ֆակտորների արդյունքում ստացվում խարդախ գործարք, այնպես որ չեն ֆիքսվում դրա վրա։ Ինձ հետաքրքիր է ուղղակի տեսնել ինչ պատկեր կա ընդհանուր, որովհետև Այս փուլում միշտ պետք է ծանոթանալ կոռելացիաների հետ։ Այժմ եկեք գնանք առաջ եւ փորձենք հասկանալ կապը փոփոխականների եւ մեր target is fraud-ի հետ։ Ես ուզում եմ հասկանալ արդյոք կապը անկախ է թե կախյալ dependent, այսինքն ունենք independent եւ dependent կապեր։ Մեզ այս բaragայում պետք է որ մեր փոփոխականները կապ ունենան մեր target-ի հետ, որպեսզի կարողանան այն predict անել, եթե independent են, թերևս դիտարկենք չօգտագործել։ Այնպես որ այժմ մենք կփորձենք դա հասկանալ եւ կանենք chi-square test։ Ինչ ես կգրեմ այս ամեն ինչը, եկեք հասկանանք թե ինչ է chi-square test-ը։ Հիմա chi-square test-ը եւ Kramer's-V արժեքները։ Ինչ վերաբերում է փոփոխականներին, որոնք թվային չեն, կատեգորիկ են։ Այստեղ մենք նույնպես չէ ուզում ենք տեսնել կապը, բայց քանի որ չկան թվային արժեքներ, չենք կարող նայել կոռելացիան, գալիս են օգնության այլ գործիքներ։ Դրանցից մեկը chi-square test-ն է, որը օգնում է ստուգել կապը կատեգորիկ փոփոխականների միջև եւ target մեր փոփոխականի հետ։ Ու ինքը տալիս է պատասխան ընդհանրապես կա թե չկա կապ, այսինքն dependent է թե independent։ Kramer's-V արժեքը, որը միավորը, որը մենք շուտով կտեսնենք ինչ կանենք։ Տալիս է թե արդյոք եթե այդ կապը կա, ապա ինչքան է ուժեղ այդ կապը 0-ից 1 սանդղակով։ Այնպես որ եկեք անցնենք առաջ ու հաշվենք այդ ամեն ինչը։ Այսպեսով այդքանը հասկացանք, հիմա շարունակենք մեր թեստը անելը։ Ես վերցնում այս ֆունկցիան, որը ինչպես տեսնում եք պայմանները ինքը վերցնում է կատեգորիկ փոփոխականները,
Այստեղ ստուգում է, որ բավարար չափով կատեգորիաներ լինեն, երբ ֆորմատը ճիշտ լինի, հետո արդեն հաշվում է այդ ամեն ինչը ու վերադարձնում է արդեն արժեքը, feature-ի անունը եւ եթե այն p-value-ն փոքր է 0.5-ից, ուրեմն կախյալ է, եթե մեծ է, ուրեմն կախյալ չէ, անկախ է ու վերադարձնում է մեզ data frame։ Եկեք այսինքն հենց իրան այսպես էլ վերցնենք եւ դնենք մեր target-ը հավասար է is fraud մեր կատեգորիկ փոփոխականները սրանք են եւ մեր data frame-ի անունն է df train։ Մենք կհաշվի տեսնում ենք, որ բոլոր փոփոխականները կախյալ են, իհարկե սա մեզ ձեռք է տալիս, այսինքն տեսնում ենք, որ կապ կա մեր target-ի հետ։ Ինչ ենք անում այս բայից սկսած։ Ուրեմն սա այս table-ը կդնենք, կդարձնենք data frame, ոչ թե ուղղակի sense print կանենք, որովհետև իրան վերօգտագործելու ենք Kramer-ի արժեքներ ստուգելու համար, այնպես որ դա sense file results-ը հավասար է սրան, տեսեք, հիմա ինքը ներա սրան պոպուշ data frame։ Եվ սա վերօգտագործելու ենք արդեն մեր կապի ուժգնությունը հասկանալու համար, որովհետև chi-square-ը ցույց է տալիս մեր կապը կա թե չկա, իսկ Kramer's p-value-ն ցույց է տալիս թե ինչքանով է ուժեղ այդ կապը 0-ից 1 սանդղակի մեջ։ Եկեք ես markdown-ով գրեմ այդ ամեն ինչը։ Գնացինք առաջ։ Հիմա ես նոր ֆունկցիա կդնեմ, որը կրկին ես չեմ 0-ից գրել, դա ինչ-որ բանաձևեր են, ու կհաշվենք, կտեսնենք 0-ից 1 սանդղակի մեջ այս կապերը ինչքանով են ուժեղ։ Հիմա ստեղծվենք սա արդյունքում նոր table, այդ 0-ից 1 սանդղակները։ Եկեք վանտանք տեսնենք։ Ուրեմն տեսնում ենք, որ այստեղ տեսակ սորտավորած է ըստ իրենց նվազման, այսինքն ամենաբարձր ուժգնություն ունեցողները ավերևից իջնում են դեպի ներքև, ուրեմն zip-ը ամենաբարձրն է 0.3, իհարկե ամենաբարձրը 1-ն է, բայց այս բaragայում մեր մոտ 0.3-ն է ամենաբարձրը, հետո քաղաքը, աշխատավայրի գործոնն է կարևոր, transaction hour-ը ու այստեղ տեսնենք ինչքան է արդեն սկսում իջնել։ Հենց այդ transaction hour-ը նույնպես շատ ուժեղ չի, բայց այս բանը ես կնախընտրեմ հետագա մեր prediction-ի մոդելը կառուցելու համար ընդհանրապես վերցնել այս վերևի 4 feature-ները, այսինքն zip-ը, state-ին, job-ը եւ transaction hour-ը։ Չնայած գիտեք, ոնց է զգում category-ն նույնպես կարելի է վերցնել։ Շատ հաճախ որոշ մոդելներ չեն կարողանում սրանք ճիշտ օգտագործել, շատ հաճախ որոշ մոդելներ կարողանում են մի քանի թվացյալ թույլ փոփոխականների կոմբինացիայից ստանալ ինչ-որ ուժեղ լուծում, այնպես որ սրանով որպես ոսկե կանոն չենք կողմնորոշվի, ուղղակի մենք տեսնում ենք Kramer-ի արժեքները։ Եկեք հասկանանք հիմա ինչ փոփոխականներ ենք օգտագործելու մեր մոդելների համար։ Սա մեր x-երն են, այսպես ասած, y-ը մեր target-ը կլինի, ինչպես գիտեք, is fraud։ 1 թե 0, խարդախը թե չէ։ Եվ այսպիսով այս պրոյեկտի համար մենք օգտագործելու ենք logistic regression, ինչքան էլ սարմանային լինի, ես ուղղակի ուզում ցույց տալ համեմատական կարգով տարբերությունները որոնք են։ Random forest եւ XGBoost։ Ուրեմն այս վիդեոն կսահմանափակվի այսքանով։ Հաջորդ վիդեոն կլինի շարունակությունը մեր մոդելի արդեն տվյալները պատրաստելուն, train-անելուն եւ գնահատելուն։